Արև ձեզ հարգելի ժողովուրդ, այսօր ինչպես տեսնում եք, ինչպես վիդեոյի տակում գրված էր, այսօր ես գնեցի ինձ 0.7 200,000 рублев. Купил семерку за 200 тысяч с проблемой в том, что не можно его поставить на учет. Չենք կարելու իրան գրանցենք ժողովուրդ, որ ես կարնամ նիվայի նման քշեմ։ Ասես առանց դոկումենտ մաշն է վերցում։ Հիմա Ժորժան, մեքենա խոտ տված է, ինչպես տեսնում եք ու հենց հիմա ես դեպի պիտի սլանամ։ Ինքը առանց դոկումենտ Я купил машину, чтобы из него сделать конфетку, ребят. Мы найдем документы и купим документы на такой цвет, на такой, чтобы у него был. Купить техпаспорт. Посмотрите, вот такие, на такую семерку с таким техпаспортом есть. Сегодня итог, сейчас мы поедем. Снег падает, такая красивая, все. Чики-пуки. Простите за паузу, Ժորժան, այսօր անպայման ես եկել եմ խոսամ նաև բացի 0.7-ը գնելուց ու մենք ստուս շարժվելուց նստեմ մեքենան, քանի որ արդեն 3 րոպե ենք մենակ տաքանում ու ես նստում եմ 0.7 ու մենք շարժվենք դեպի գարաժ։ Ժորժան, ահա ես ասեմ, որ ինքը նաև մի քանի վայրկյան մի 30 րոպեական ես վարում եմ 0.7-ը, քշում եմ 0.7-ը, ունի այսպես խնդիր որ շատ այդ ստաբիլիզատորները հանած է, շող ինքը ճոճ է, ժողովուրդ, պրուժինները հանել են։ Անասուն բան է, короче, ես պիտի ռիչի տանեմ, թե չէ ես մի օր շուռ եմ գալու 0.7-ով։ Ան կոր լավը կդրում է։ Պետո կդրում անակա։ Դու ցախի մեջ։ Դու սարի մեջ։ Ես էպես ասեցի, որ այս մեքենան չեն կարողանում մենք բան անենք ու ես հիմա ասենց հայատների արանքով ծռում եմ ու գնամ գարաժ, հենց ասնեմ գարաժ, դու անպայման չես մոռանում դնես քո լայքը, բաժանորդագրվես, որ ես շուտ հասնեմ 200 բաժանորդի։ Այսօր նաև պիտի խոսամ այն իմ վատ կողմի են իմ հեյթերները, որ կան, չգիտեմ, հեյթերներ եք դուք, ինձ լիքը վատ բաներ են գնում։ Ասում են կեցա ադրբեջանցի գյուղացի ես իմիջ խնդալու սմայլիկներ են դնում, ինձ քրվում են, պարզ այդ իրենց ասացը քվոր չի, բայց ինձ ահավոր վիրավորում են, ու նրանով, որ իրենց ծանողները չեն ինչ են ու ինչ են գրում։ Ես տղեկ ջան, ասեմ ձեզ, ես վարչը չեմ որոշը, որ ես կաղ օրերից մի օր դնեմ հավես ստա YouTube վիդեո կցեմ, այսօր ինչպես մի հենց հասնեմ գարաժ կմիանամ, ու ես ձեր հետ շատ խիստ եմ լինել, որովհետև դուք ահավոր ձեզի անդաստիրակի նման եք պահում, ինձի վատ բաներ եք գրում։ Տղեկ ջան, ասենք ինչ կապ ունի, ասենք մոնտաժը ուժեղ չի, ասենք մոնտաժի վրա ես այդպես չեմ աշխատում, հա։ Ձեզ հետաքրքրում է այն, որ ես խաղ գցեմ դուք նայեք, բայց որ դուք անդաստիրակ եք, ինձ լիքը վատ, ասենք այսքան մարդու մոտ ես ինձ լիքը մարդիկ են նայում, երեխեք, փոքր մարդիկ, երեխեք մեծ մարդիկ են նայում, ասվածչանի թերթելուց ընթացքում մատները կպնի ու ես գամ ու մեկ էլ ասեմ, որ ես քֆուր եմ անում, ամոթ կլինի, ոնց ամ երեխաներն է կաղում է ամիտ, ասենք դուք ենքամ անդաստիրակ եք, որ ինձի քֆուրներ եք գրում, անդաստիրակն եք դուք, ինձի ամենավատ բաները գրում եք, ես ոչ մեկից հետ ոչ մի բան չեմ խնդրել, դուք ձեր ոտով էլ եկել եք իմ էջ, ու ես դրել է ասցի մինչև դեկտեմբեր 31, մինչև դեկտեմբեր 30, իմ ծնոտնակ, էլ եք հասնենք 200 բաժանող, ինձ իմ հատ նվեր արեք, էտ է չարիք, դուք ինձանից հիմա պահանջում եք, որ ես վիդեո անեմ, Ребятки, мне мои хейтеры пишут всякие плохие слова, маты пишут, самые вот маты пишут, я не могу не обращаться к ним, к родителям, потому что следите с вашими детьми, они пишут мне плохие слова, я их удаляю, чтобы некоторые мои подписчики не видели, что они мне пишут маты, как говорится, вот. Следите с вашими детьми, они адекватно пишут некоторым людям, которые только начинают снимать какой-то контент для ютуба. Я сейчас доезжаю до моего
сейчас залечу, заберу ключи от гаража и быстренько попрем, как говорится, к гаражу. Ժորջանի ես չնկարեցի ոնց եմ գալի գարաժ, ասի մեր գարաժն է, որի մեջ լիքը վիդեոներ ա եղել, ու Ժորջան եկել եմ նաև խոսքս կիսատ թողեցի, որտվե ձեր երեխաները տմեն իմ վիդեոների տակ լիքը վատ քֆուներ են գնում, նայելով որ ես չունեմ մի հատ ուժեղ մոնտաժ, ես վիդեոները զոտ իմ հավեսի համար եմ գցում, որ տենամ ժողովուրդին ասենք ինչ կսովորեն ինձանից, մի քիչ ձեր երեխաներին վերաբերում է խոսքը ծնողներին, որտեղ ինձ լիքը վատ բաներ են գրում, բռնած դրանից, որ քֆուր են գրում, ասենք քֆուր։ Ես հիմա չեմ ասի, որտեղ դուք պիտի նայեք ձեր իմ վիդեոների տակ իրենք ինչ են գրում, ինչ վատ բաներ են գրում։ Ես վերջերս մի հատ լավ տղա ա եղել, Էջն ասեց ես քո իմ YouTube-ը կգցեմ TikTok դառնաս հայտնի ու այդ մարդը կորավ։ Ուր ես դու ախպեր։ Հետո գցա տենան գալը մենի մեջ սոտիկի։ Մեջների նորմալ տղեն դու էլ եկար ինձ լավ կոմենտ գրին։ Ես վիդեոն տակ այտենց ոչ մեկ լավություն չարել, ոչ է գրելը։ Ես հիմա խաղում եմ RCD, Ջորջան։ Սա հեռախոսային խաղ է։ Հիմա ես RP եմ խաղալու։ Իրական կյանք RCD խաղի մեջ։ Ու եթե ես խաղը ձեզի դզի ու ես տենամ ձեր ակտիվը, զգամ որ դուք ես խաղը կուզենաք, շարունակեմ, եթե հետագայում ես խոսք եմ տվել որ կխաղամ լավ խաղեր, եթե ես ունենամ դրա հնարավորությունը։ Անպայման չեք մոռանում, իջնեք ցած, subscribe լինեք, like-ը դնեք, լավ կոմենտ գրեք, ու ամենակարևորը ծնողներ նայեք ձեր երեխաներին, որ նրանք ինձի քֆուր են գրում, անտանելի լկտի երեխեք ունեք, ինձի քֆուր են գրում, ձեռ են առնում, չգիտեմ, ամենավատ բաները, ես ասեմ 19 տարեկան տղա եմ, նոր եմ սկսել իմ կոնտենտը YouTube-ում, ստուգ եմ տենամ ինձի այդ 136 հոգին, այդ 6 որ դուս ծլավ բաժանորդ է, շոտիկի շնորհակալ ենք, Ջորջան, մենք մի փոքր ընտանիք ենք իմ YouTube-յան ալիքում, խնդրում եմ, որ ամենակարևորը նրան է, որ դուք ծնողներ, նայեք ձեր երեխաներին, որ անդաստիրը քֆուրներ են գրում ինձի, վատ բառեր են գրում, ձեռ են առնում, անցնենք առաջ ամենակարևորն է, որ ես S07 հարել եմ 200,000 ռուբլիով Ռուսաստան, Նովգորոդ Ժողովրդյան, ստեղծունադրե ուժեղ տիպիա, առավոտը զորով նիվեն խոտ տվեցի, նիվենը էս մի գարաժն է, 07-ը էս մեր ով հիշում է ինձի, ես մատ առաջում էի 06 սերի գույնի առանց շթերի, Ժողովրդյան, այդ մեքենան ահագին տարիներ վիդեոներ չգցեցի, զգացի, որ դուք RCD-ն այտենց չեք սիրում, Կավկասոս պարկինգ է առաջ խաղում, իսկ ամենակարևորը YouTube-ը թողեց մեր, չգիտեմ, որոշ մարդկանց կողմից սիրված YouTuber, իմ պստիկ աղբոր էջը, դուք էթում եք ինքը էլ վիդեո չի գցելու, որտեղ ինտրիգը կորել է, տեսել է, որ դուք դաժե մի, արա գնացեք աղբերների մոտից գնացեք, գոնե 15 հոգին իմ բաժանորդներից գնացեք Jesus, տակը գցիկ ֆան, տակ գցիկ 3-7 էջին բաժանորդագրվեք թոտնեն, հասնի 130, գոնե հասնի 120 բաժանորդ, որ ինքը զգա տենա, որ դուք ուզում եք ինքը խաղ նկարի, դե չէ, հայնքը չունի, դուք մարդուն գնահատում եք ընես, որ ինքը չունի մի հատ հետաքրքիր չի ջոգում ինչ խաղա, որ YouTube-ում մետի գմպսնի, ես հիմա խաղալու եմ մենակ հեռախոսային խաղեր, կուզեք կնայեք, չկուզեք մի նայեք, բայց ծնողներ նայեք ձեր երեխաներին, որ անծանոթ մարդկանց, ով որ իրանք չգիտեն իստեղեն ինչա, ես չեմ քրվում ձեզ, պրոստը նայեք ձեր բանին, նայեք ձեր երեխաներին, որ իրանք վատ քֆուներ են գնում, անծանոթ մարդկանց YouTube-ում, ես տենում եմ, նշում եմ, լիքը լավ երեխեք կան, եւ ախ, որ ես Կավկասոս պարկինգ եղամ, լիքը լավ կոմենտներ են գրում, մենակ գրում են խաղի անունը, երեխեք, տենց է դուք չմեծացաք, ու ամենակարևորը, ես հիմա որ ստեղ քֆուր անեմ, ժող, ինձի կպայեմ, նույնպես ոնց որ կպայ ձեր երեխան իմ վիդեոյի YouTube-ի կոմենտներում լիքը վատ բաներ են գրում, վերաբերում է խոսքի են իմ վատ հեյթերների YouTube-ին,
Ես սկսել եմ նոր կոնտենտ 19 տարեկան եմ YouTube-ում, 19 տարեկան եմ, ես պիտի սկսեի 8 տարեկանում, 10-15 տարեկանում, որ հիմա ասենք գոնե ունենայի մի փոքր կոնտենտ YouTube-ում, բայց ես զարմացա, որ դուք եկաք իմ մոտ ժողովուրդ։ Շնորհակալ եմ այն գոնե 50 կամ 60%-ի համար, որ անպայման դրել են բաժանորդագրվել են զանգը կծնգացրել են, որ իմ վիդեոները բաց չթողեն։ Վերաբերվում է ինչի նայում են զուտ խաղերի համար։ Իմ հենց ալիքի անուն կոչվում է խաղային ալիք անգլերեն։ Ընդդիմացի King Games-ը արքա խաղեր, արքայի խաղեր ալիքի անունը ու Ժորժան, ես չեմ ջոգում, ինձի որոշ մարդիկ ձեռ են առնում վիդեոների համար, որ ես զուտ վիդեո չեմ գցում կամ իրանք ինտրիգ չեն մտցնում։ Աղբերներ հիմա հենց դու էկրանից էան նստած ես, անպայման շնորհավորում եմ քո նոր տարին, շնորհավորում եմ քո գալիք ամանորը, նոր տարին շնորհավորում եմ ձեր զատիկը ու ամենակարևորը ժողովուրդ, մի քիչ եղեք adekvat իմ վիդեոների տակ, որ ես զգամ, որ դուք խաղ ուզում եք, ասենք ես խաղամ, անկեղծ գրի կոմենտերով ես խաղամ, այն իմ Trackers of Europe 3 full-ի խաղը, թե չէ, վերադառնամ ֆուր խաղամ, թե չէ, որ երկար ճանապարհներ էին գրում, ավելի հետաքրքիր կլինի, քան CRC-դեն, գիտենամ։ Իսկ Ժոջան, այսօր վերջ 07-ը գնված է, կմցնեմ այսօր գարաժ ու վաղը կհանդիպենք։ Երբ որ ես կսկսեմ, հենց Ժոջան ինքը ունի դոկումենտների հետ խնդիր, այո, ու հենց հիմա այս 07-ը մցնում եմ այն իմ գարաժը, որ 07-ը մնա, իսկ անպայման ծնողներ ուշադրություն կդարձնեք ձեր երեխաներին, որ ինձի լիքը վատ բաներ են գրում, քֆուր, ամենաառաջինը լկտի բառերով բռնած, ասենք մարդուն է ձեռ առնելու, ասենք, հա, ուշացել եմ, հա, ես չեմ ունեցել, մատ հետաքրքիր կոնտենտ, որ ես YouTube-ում նկարեմ, հենց դու էկրանից էան, հենց դու այ լագոտ, լավ այտենց ասեմ, որ ոչ կոպի կլինի, այ լագոտ, հա, խառնի, մի 5-10 լագոտ, անպայման հենց դու, ասենք, դու չես ամաչում, որ դու քո ծնողին, ասենք, ծնողի պատիվը գցում ես հենց քո մատ լկտի բառով, որ դու ինձի գրել ես, հիմա ես որ բռնեմ քֆուր անեմ, իմ վիդեոների մեջ, ինձ երեխեք են նայում, ես չեմ ուզում քֆուր անեմ, որտեղ ես հետից ամեն ինչ գիտակցում եմ, որտեղ ամեն ինչ չէ, որ սոցցանցերում կամ YouTube-ում քֆուր անես, որ քեզի շատ նայեն, ասենք անպայման այնա, որ դուք ձեզի adekvat պայք իմ YouTube-ի կոմենտներում, կամ այն վիդեոն թերթեք ուրիշ վիդեո նայեք աղբերի, զդվսիկ թողեք, իշքամ կարել է ձեր վրա այդքան բողոսամ, ամոտ չունեք դուք, ինձի լիքը վատ բաներ եք գնում, ես հիմա հեռախոսային խաղեր եմ խաղում, ու էդ է իմ ունեցածը, ու անպայման, եթե կուզենաք, որ ես 07-ը նիվի նման գազանց սիրուն բանդաժներ են գցելու տակը, ուզում եմ մի քիչ խաղային այդ վալյուտան հավաքեմ ոսկիները, որ հայկական ձմերուկ գցեմ տակը, ժողովուրդ նայեք ինչ սիմպոտնի ավտոյա, իսկ դու չես մոռանում բաժանորդագրվել, subscribe լինել, զանգակը դնել, որ հետագայում ես խաղալու ավելի ուժեղ խաղեր, քան RCD-ը։ Ես ահագին արդեն 25 թվի ամառն եմ ես իմ YouTube-յան էջը բացել ու ես սկսել YouTube-ում ինչ-որ մի հատ բան գցեմ, բայց որ երեխեք ինձ լիքը վատ բաներ են գրում։